Հայ-ադրբեջանական սահմանային գոտում վերջին շրջանի իրավիճակի լարման պատճառների եւ խնդրի լուծման մասին ներկայացնենք Կարնեգի կենտրոնի Կովկասի գծով ավագ փորձագետ Թոմ Դևալի վերլուծությունները։ Պարոն Դևալ, ըստ ձեզ ինչով է պայմանավորված ներկա լարված իրավիճակը Ղարաբաղում։ Ունի սա արդյոք որևէ կապ աշխարհում տիրող ներկա իրավիճակի հետ։ Why is it happening now? Well, I see some sort of side effects of the Ukraine crisis. The world is distracted by Ukraine. Ղարաբաղում տիրող ներկա իրավիճակը անհանգստացնող է, քանի որ ամառային ամիսների ընթացքում սահմանային գոտում գրանցվել են ավելի մեծաթիվ զոհեր, քան ամբողջ 2013 թվականի ընթացքում։ Իսկ ներկա լարումը ըստ իս մասամբ կապված է նաև որոշ արտաքին նախապայմանների հետ։ Իրավիճակն Ուկրաինայում շեղում է մեծ տերությունների ուշադրությունը։ Միևնույն ժամանակ Ադրբեջանում գնալով աճում է Մինսկի գործընթացի ոչ արդյունավետ ընթացքի շուրջ զայրույթը, իսկ Ռուսաստանի եւ Արևմուտքի միջև հարաբերությունների լարումը Մինսկի խմբի հետ համագործակցությունն ավելի է բարդացնում։ Վերջին շրջանում մենք ականատես եղանք մի քանի տագնապալի միջադեպերի, նույնիսկ Նախիջևանում, որտեղ մինչ օրս խաղաղ իրավիճակ էր տիրում։ Կարծում եմ այստեղ լարվածություն սկսելու շահագրգռված կողմը Ադրբեջանն էր, քանի որ որպես կանոն պարտվող կողմն է հակված իրավիճակը լարելուն։ Միևնույն ժամանակ հայկական կողմից ծավալած գործողությունը հուլիսի 31-ին նույնպես հրահրեց զինադադարի խախտումը, այսպիսով մեղքը երկու կողմերինն է։ Which crossed the lines on July the 31st, so a bit of responsibility on both sides. Արդյոք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Սոչիում բերեց որևէ արդյունք։ Well, obviously we don't know the full details, we only know what happened in public, but Բնավ պարզ չեն հանդիպման մանրամասները, սակայն գիտենք, թե ինչի չի բերել Սոչիի հանդիպումը։ Հասկանալի է, որ չհնչեց նախագահների համատեղ հայտարարություն, ինչը ըստ ինձ լավ նախանշան չէ։ Շատերը հուսով էին, որ հանդիպման ընթացքում հնարավոր կլիներ գալ զինադադարի վերահաստատման պաշտոնական համաձայնության, սակայն հնչեցին երկու կողմերից ընդհանուր հայտարարություններ, որոնք ժամանակավորապես մեղմեցին լարումը։ Փաստը, որ հանդիպման ընթացքում հնարավոր չի եղել գալ որևէ համաձայնության, որը ընդունելի լիներ կողմերի համար, ցույց է տալիս որքան խորն է այս խնդիրը եւ որքան բարդ դրա լուծումը։ Արդյոք կարծում եք, որ կողմերը պատրաստ են խաղաղության հաստատման։ Եթե այո, ինչու չեն կարողանում համաձայնության գալ։ I think unfortunately the situation is basically as it was. I don't think the sides Ադրբեջանը որպես պարտվող կողմ ավելի հետաքրքրված է կոնֆլիկտի վերսկսմամբ։ Միևնույն ժամանակ կարծում եմ Ադրբեջանը հասկանում է հնարավոր պատերազմի հետևանքները։ Մյուս կողմից կարծում եմ կողմերից եւ ոչ մեկը պատրաստ չէ լուրջ զիջումների գնալ հանուն խաղաղության։ Այսպիսով երկու կողմերին ձեռնտու է ներկա իրավիճակը։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի դերին, ի տարբերություն շատերի, ես չեմ տեսնում ռուսական ռազմավարության լուրջ փոփոխություն Կովկասում։ Կարծում եմ Ռուսաստանը կենտրոնացած է ուկրաինական խնդրի վրա, խնդիր, որում ներգրաված են ռուսական արտաքին քաղաքականության բոլոր ռեսուրսները։ Կարծում եմ Պուտինը Սոչիի հանդիպման կազմակերպմամբ փորձեց աշխարհի առջև հանդես գալ որպես խաղաղարար, սակայն Սոչիի հանդիպումը ավարտվեց եւ Պուտինը վերադարձավ իր օրակարգին։ As you mentioned, the sides are not ready for peace. Do you think Նշեցիք, որ կողմերը պատրաստ չեն համաձայնության գալու։ Ըստ ձեզ, խաղաղության հաստատման համար անհրաժեշտ է արդյոք երրորդ կողմի ավելի լուրջ ներգրավումը։ I'm afraid we have to ask maybe Կարող ենք երկար վերլուծել, թե ինչու կողմերը չեն գալիս համաձայնության, մոռանալով հակառակ հարցը, թե ինչու կողմերը պետք է գան համաձայնության։ Ոչ Ադրբեջանի, ոչ Հայաստանի հասարակությունը պատրաստ չէ լուրջ փոխզիջումների։ Այսպիսով նախագահները փոխզիջումների գնալով կկորցնեն իրենց ժողովրդայնությունը, մեծ տերություններն էլ զբաղված են այլ խնդիրներով՝ Ուկրաինա, Մերձավոր Արևելք։ Այսպիսով չկա որևէ կողմ, ում համար խնդրի լուծումը առաջնահերթություն է։ Միջազգային համայնքը պատրաստ է կայունության հաստատման ուղղությամբ ջանքեր ձեռնարկել, սակայն պատրաստ չէ անել ավելի։ Considering Russia's new more aggressive Ըստ ձեզ Սոչիի հանդիպումից հետո կարելի է արդյոք հետևել, որ Ռուսաստանը հնարավոր է ստանձնի խնդրի լուծման միջնորդության մենաշնորհը, դուրս մղելով Մինսկի խմբին։ No, I don't think either side wants Russia to have a monopoly on the Կասկածում եմ, որ որևէ կողմ հետաքրքրված է խնդրի լուծման միջնորդության մենաշնորհը Ռուսաստանին հանձնելու հարցում։ Կարծում եմ Ռուսաստանի դերը կսահմանափակվի լարված իրավիճակում հանդիպումներ կազմակերպելով եւ ոչ ավելին։ Այսպիսով մնում է Մինսկի գործընթացը, որը սպասվածի պես արդյունավետ չէ, սակայն այլ ընտրանք չկա։
Նշենք, որ այլ ամերիկյան փորձագետներ, ինչպես օրինակ Ամերիկայի արտաքին քաղաքականության խորհուրդ կազմակերպության ավագ փորձագետ Ստեֆեն Բլանկը, Ամերիկայի ձայնի ադրբեջանական ծառայությանը տված իր հարցազրույցում ի հակասություն Դևալի նշել է, որ Ռուսաստանի դերն ու հավակնությունը Ղարաբաղյան խնդրում մեծ է, եւ որ Ռուսաստանը հետաքրքրված չէ խնդրի լուծմամբ։ So there's no real external pressure on either government to make peace.